Это на самом деле праздник нашей. Սա մեր կորպորատիվ մշակույթի, առողջ ապրելակերպի, սպորտի տոնակատարությունն է։ Ես լիովին համոզված եմ, որ այս մրցումները ավանդական կդառնան մեր կոլեկտիվի համար։ Թող հաղթի ուժեղագույնը։ Пусть победит сильнейший. Աշխատավոր մարդը պետք է ունենա նաև նմանատիպ միջոցառումների հնարավորություն, ինչը առողջ ապրելակերպից բացի միմյանց հետ շփվելու եւ համախմբվելու բացառիկ հնարավորություն է նաև։ Հուսով եմ, որ միջոցառման ավարտին այստեղից միայն հաճելի հիշողություններ կտանենք։ Առաջ Աստված, հաղթանակ եւ միասնություն բոլորիս։ На старт, внимание! Առողջության օր 2025-ի պաշտոնական մեկնարկը տրված է թիմերը պատրաստ պայքարին եւ վառ էմոցիաներին։ Տեգախաղով եւ վոլեյբոլով մեկնարկեց մարզական մրցաշարը։ Դրանց հաջորդեցին ֆուտբոլը, ուժային բասկամարտը, ծանրությունների տեղափոխումը եւ պարանի ձգումը։ Մետալուրգի օրվան նվիրված միջոցառման հիմնական նպատակը սպորտի մասսայականացումն էր եւ առողջ ապրելակերպի խթանումը։ Շատ լավ է, որ մեր սարերի միջև է գտնվում այս միջավայրը, տրամադրողը Սյունյաց լեռների միջև այսպիսի սպորտային մարզաձև կազմակերպելը շատ օրիգինալ տարբերակ էր։ Առաջին խաղը շատ լավ ստացվեց, հուսամ էլի այս նույն ձևով, այս նույն տեմպով կանցնենք եւ մեր թիմի մաղթում եմ հաղթանակ։ Միանշանակ տրամադրված ենք մարտական։ Ֆուտբոլ ենք մասնակցելու անվտանգության բաժնի հետ։ Ակնկալում ենք հաղթանակ միայն ու միայն, վոլեյբոլը դեռ վիճակականություն պետք է լինի։ Դե իհարկե որ եկել ենք հաղթանակի համար ենք եկել, բոլորի մաղթում ենք հաղթանակ։ Տպավորությունը հիանալի է, միջավայրը ընտիր։ Խաղացել ենք ֆուտբոլ մարզաձևով եւ առաջի տեղ ենք գրավել, վերջին գոլը հարվածով լրիվ խաղը փոխվեց եւ հաղթեցինք, առաջի տեղ ընկանք։ Շատ լուրջ պայքար է գնում։ Բոլորը ցանկանում են առաջի տեղ զբաղեցնել, ամեն մի վարժությունը ունի իր ապարքեվատարությունը, առաջի տեղ 800,000, երկրորդ տեղ 500,000, երրորդ տեղ 300,000, ամեն վարժության։ Ստեղծագործական ու մշակութային հատված նորակարգից անմասն չմնաց։ Ճամբարի լավագույն ձևավորում, խոհարարական եւ երգի մրցույթներ եւս ներառված էին։ Համեղ սեղանների պատրաստման կարևոր սկզբունքը, ինչպես միջոցառման խորագիրն է, առողջ սնունդներ։ Եթե անկեղծ ասեմ, ակնկալիքները շատ չեն, իրականում ես ավելի շատ պրոցեսի վրա կենտրոնացած մարդ եմ եւ ես հաճույք եմ ստանում այս ամբողջ կազմակերպչական պրոցեսից։ Առաջին անգամն է, որ նման ծավալի մասշտաբի միջոցառում են կազմակերպում, հիացած եմ, ոգևորված եմ։ Քանի որ մրցույթում գնահատվում է նաեւ վրանի ձևավորումը, տարածքի ձևավորումը եւ առողջ ուտեստի մրցույթ է լինելու, մենք այս պահին զբաղված ենք սեղանի պատրաստմամբ, ուտեստներն ենք պատրաստում, կամաց մոտեցնում ենք արդեն ինչպես տեսնում եք եւ ձևավորում ենք մեր վրանի եւ ներսը եւ դուրսը զբաղվում ենք հարդարման աշխատանքներով։ Լեռան զավակների հենց գրած երգն է, համ քաջանի մասի, համ կոմբինատի։ Այդ երգով էլ հանդես կգա։ Աշխատանքը պետք է տխնես, պետք է աշխատես, պետք է ստեղծագործես, արվեստը, խոհանոցը, խոհարարությունը արվեստ է։ Ես դրա հետ եմ միշտ համեմատել։ Պետք է հոսի, աշխատելուց պետք է հոսի, ու սկսես։ Այս 35 տարվա խոհարար եմ, միշտ սիրով եմ, սեղան պատրաստել հաց։ Երրորդյա միջոցառման անցկացման վայրը պատահական չէր ընտրվել։ Նախկինում գործող ճամբարը մասնակիցներից շատերն են հիշում եւ այս կերպ մանկություն վերադառնում։ Հանքագործները խոստովանում են, ամենօրյա լարված աշխատանքից ու կենցաղային հոգսերից երբեմն կտրվելու կարիք է լինում, իսկ այս մրցաշարը հիանալի առիթ էր։ Այսօրվա այս միջոցառումը հիշեցնում է մեր մանկությունը, մեր պատանեկությունը, պետք է որ բոլորի համար շատ հետաքրքիր լինի, տրամադրված է հաղթանակին։ Գտնվում ենք նախկինում Գանձասար մանկապատանեկան ճամբարի տարածքում, որի հետ անձամբ մեծ հուշեր է կապում, բազմից այստեղ մանկական տարիքում հանգստացել եմ եւ կարծում եմ, որ Գանձասարի յուրօրինակ ճամբարի բացում էր նաեւ այս օրվա, այդպես եմ ես ընկալում համենայն դեպս, բացում յուրօրինակ բացում էր եւ կուզենայի, որ այս երևույթը դառնար համընդհանուր, ոչ միայն աշխատակիցների, այլ նաև մանուկների համար։ Առանձին մարզաձևերում ու մրցույթներում հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով եւ դրամական պարգևի հավաստագրերով։ Գրեթե բոլոր թիմերին հաջողվեց տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցնել։ Ընդհանուր թիմային պայքարում պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց պոչամբարային տնտեսության աշխատակիցների ձևավորած Խուստուբ թիմը, հավաստագիր, մեդալ, գավաթ եւ իհարկե գլխավոր ու սպասված 4 միլիոն դրամը նրանց ձեռքերում է։
Մեր առաջ նպատակ էինք դրել զբաղեցնել առաջի տեղը ու հասանք առաջի տեղին։ Սա առաջինն էր, բացվում է երկրորդ, երրորդ հնարավորությունները տա Աստված, ովքեր չեն զբաղեցել մրցանակային թիվ, հաջորդ տարիներին նրանք զբաղեցնեն, բայց կրկնում եմ, մենք նորից նպատակ ունենք հաջորդը ևս առաջի տեղ զբաղեցնել։ Երկրորդ տեղում անվտանգության դեպարտամենտի Զանգեզուր, երրորդում հարստացուցիչ ֆաբրիկայի Գարեգին Նժդեհ թիմերն էին։ Նրանք արժանացան համապատասխանաբար 2.5 եւ 1.5 միլիոն դրամական պարգևի։ Թիմերի ավագների խոսքով խրախուսանքը հավասարապես կբաժանվի մասնակիցների միջև։ Սպորտայինով ընդամենը 0.5 բալով ընդհանուր կոնկուրսում կրվեցինք, բայց վատ չէր էլի, երկրորդն էլ տեղա, մրցանակային տեղա, բայց մենք միշտ էլ ձգտում ենք առաջինը լինենք։ Հաջորդ տարվան կպատրաստվենք ավելի մարտական, կպատրաստվենք ավելի հոգով և կցանկանանք, որ այսպիսի միջոցառումները լինի շարունակաբար, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընկերները ավելի շատ զբաղվեն սպորտով, լինեն կոփված, լինեն առողջ։ Ամփոփելով միջոցառումը հանքարդյունաբերական խոշոր ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորեց մասնակիցներին, արժևորելով նրանց կատարած մեծ աշխատանքը։ Я хотел бы всех нас поздравить. Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս միասնական հաղթանակի համար, այն էմոցիաների համար, որոնք անկեղծ էին։ Այստեղ չկան պարտվողներ, բոլորը եղան միասնական։ Մենք շատ հստակ զգացինք փոխադարձ դրական արձագանքը, այնպես որ այս մարզական միջոցառումները ամենամյա կդառնան։ Հաջորդ տարի մենք զգալիորեն կբարձրացնենք դրամական պարգևի շեմը, որ շատ ավելի հետաքրքիր անցնի։ Արդեն կան առաջարկներ մյուս անգամ այն անցկացնելու կոմբինատի եւ համայնքի միջև, այնպես որ մենք դեռ ավելի կշատանանք։ Зангезурский комбинат и община. Так что нас будет гораздо больше. Մասնակիցները խոստացան հաջորդ տարվան ավելի լրջորեն պատրաստվել, իսկ կազմակերպիչները առավելագույնս ապահովել նրանց հարմարավետությունը։ Տոնական ու մարզական իրարանցումը եզրափակվեց միասնական շուրջպարով, ևս մեկ անգամ ընդգծելով ընկերական ու ջերմ մթնոլորտը, որտեղ յուրաքանչյուր մասնակից իրեն արժևորված զգաց։